Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Ֆրինիզի եթերում ենք Կվատեք մարզասրահից, ես Քնարիկն եմ և եթերում է Քնարիկն է Կվատեկում հաղորդաշարը։ Այսօրվա իմ հաղորդման հերոսն է, մի ֆանտաստիկ անձնավորություն, իմ լավ ընկեր, իմ կոլեգա Ֆրինիզ հեռուստաընկերության լուրերի մեկնաբան և հաղորդավար Արա Աբրահամյանը։ Այո, Քնարիկ, ողջույն։ Աջակ ուրախ եմ, որ նորից եկել ես ինձ մոտ հյուրի միջալոց ելի հեռուստադիտողներ, Արան, իմ մյուս հաղորդմանը մարզվենք միասին հյուրը եւս եղել է տարի։ 2 տարի առաջ, ես շատ լավ հիշում։ 3 Համարը 3 տարի առաջ։ Ճարագեժան։ Չէ, փոխվել այս տարիների ընթացքում Արաքո կյանքում քո մեջ։ Ու իրականության մեջ։ Շատ լավ, Քնարիկ ջան, նախ ես նույնպես քեզ ողջունում եմ, շնորհակալ եմ, որ այս անգամ եւս ինձ հրավիրեցիր։ Դու գիտես, ես սիրով եմ քո հրավերներն ընդունում եւ լուրերի տաղավարից անմիջապես հայտնվել այստեղ շատ հաճելի է, որտեղ մարզվելու ենք, խոսելու ենք, ոչ միայն որպես գործընկերներ, այլ նաեւ ընկերներ ու փորձել ենք հասկանալ ում մոտ ինչ փոփոխություն կա։ Դու ինձ հարցեր տալու, ես քեզ եմ հարցեր տալու։ Փորձելու ենք փոխել ձևաչափը, այնպես որ ես նաեւ ոչ միայն մեկնաբան Արա Աբրահամյան եմ լինելու, այլ նաև Արա, որը փորձելու է քեզանից նույնպես հարցեր կորզել, քանի որ իմ հարցերը միշտ քաղաքական գործիչներին են ուղղված, հասարակական քաղաքական գործունեություն ծավալող։ Այս անգամ մի փոքր փշեղել ենք ֆորմատից։ Օ, հետաքրքիր է։ Ինչ նորություններ ունեմ, Քնարիկ ջան, արդեն 3 տարի աշխատում եմ, ինձ համար արդեն շատ հարազատ մի վայր դարձած Ֆրինիզ հեռուստաընկերությունում։ Լուրերի բլոկում, հա, լուրերի մեջ իրականում ամեն օրն է փոփոխվող, քանի որ գիտեք ինչ մարտահրավերներ են նետված Հայաստանին, աշխարհաքաղաքական ուղղի մեջ փորձում ենք պահպանել դրականն ու պոզիտիվը եւ փորձում ենք ճիշտ ուղով գնալ։ Չեմ ուզում մի փոքր ծանրացնել քաղաքական թեմաների շուրջ, բայց փոփոխությունները այն են, որ Հայաստանը դանդաղ, բայց սահուն քայլերով փորձում է գնալ դեպի ավելի ճիշտ ուղու վրա։ Ավելի ապահով Ոչ միայն ապահով, այլ նաև այո, ժողովրդավարական բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Արա, դու նիհարել ես։ Դրա մասին չես խոսում, կարևոր։ Նիհարել եմ, այո, նիհարել եմ, քանի որ սկսել եմ ավելի առողջ ապրելակերպով, հա, իմ կյանքը դասավորել, հիմնականում ասեմ, գովաց չհնչի, հարգելի հեռուստադիտողներ, անում եմ կետո դիետա։ Ինքը կոչվում է կետո դիետա, բայց իրականում դիետա չի։ Կետոն դա մի հատ ընդհանուր մշակույթ է, ճիշտ ծնվելու, գրագետ ծնվելու եւ առողջ լինելու մասով։ Իզոլացրել եմ բոլոր տեսակի շաքարային, շաքար պարունակող մթերքները ամբողջապես ածխաջրերն եմ նվազեցրել ու նաև հեռացրել եմ վատ մարդկանց իմ տարածքից։ Պատկերացրու, դա նույնպես շատ կարևոր է։ Դա ինձ չի մտնում, բայց դու նոր ես անում։ Բայց երբ որ տարածքդ մաքրում ես, տարածքդ ավելի ամեցանում, ընդարձակվում եւ դու ավելի, հա, արծիվպես ավելի բարձր ես ճախրում, այնպես որ փոխել եմ շատ բան ու մաքրել եմ ամեն ինչ լավ է։ Մի խոսքով ճիշտ ուղու վրա ես։ Ճիշտ ուղու վրա։ Այո, շուտ դեռ պետք է դա արած լիներ։ Ես իմ ամբողջ կյանքում դա ինձ համար օրենք է եղել, որ երբեք թույլ չեմ տվել ավելորդ մարդկանց իմ կյանք։ Շատ հարաբերական է, այդ պահին թվում է, հետո ես հասկանում ավելորդ է, բայց այդ պահին գուցե ավելորդ չի, այդ պահին իրան գալիս են քեզ նաև ինչ-որ դաս տալու համար։ Ես այդպես եմ նաև դիտարկում, որտեղ ուղղակի կյանքում հենց այնպես որևէ բան չի լինում։ Եթե այդ մարդը հայտնվել է քո տարածքում, քո կյանքում, որևէ դերակատարում ա ունեցել, անկախ ամեն ինչից նա հեռացել է, որպես դավաճան, որպես ստոր արարած, որպես մարդ, որից ինչ-որ բան է սովորել, պետք է միշտ շնորհակալ լինել։ Ես նույնիսկ այդ դավաճաններից եմ շնորհակալ, որտեղ իրան շնորհիվ ես հասկացել եմ, որ այո, ես այստեղ սխալվեցի եւ այդ սխալը հաջորդիվ չեմ անելու եւ նույնիսկ այդ մարդկանց ես շնորհակալ եմ։ Այո, որովհետեւ սովորում ենք, մենք նույնիսկ սարսափելի մարդկանց մինչեւ կյանքի վերջին օրը։ Այո, ես համաձայն եմ։ Ար, դու ֆանտաստիկ հաղորդավար ես, դա բոլորս էլ գիտենք։ Այ, լավ հաղորդավար ինչպեսին պետք է լինի։ Որոնք են կարևոր հատկությունները, կարևոր հատկանիշները։ Շատ լավ, Քնարիկ ջան, բավականին լուրջ կարևոր հարց ես տալիս, որտեղ ցավոք սրտի թվային աշխարհում, հատկապես YouTube-յան եւ ինտերնետյան ժամանակահատվածում, Instagram-յան, Facebook-յան, հա, արդեն մենք վաղուց այդ մատրիցայի մեջ ենք։ Շատ դարձել է բավականին հեշտ վիճակ, երբ որ ամեն մեկը կարող հայտնվի եթերում եւ ինչ ուզի անի։ Ես որևէ մեկին չեմ դատապարտում, որևէ մեկի հասցեն որևէ բան չեմ անում, իրենք են որոշում, ամեն մեկն ինքն է որոշում, բայց ամեն մեկը չէ որ հաղորդավար է։ Այսօր բոլորը քնից արտանում են, 2 օր հետո, 2-3 եթեր հետո դառնում են հաղորդավար։ Հաղորդավար տարիների աշխատանք, հաղորդավար կրթություն է անդադար, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով։ Ինչպես ես հողը մշակում, որ բերք տա։ Մշակում ես, մարարտացնում ես, խնամում ես, հա, նույնն էլ
մասնագիտությունն է, հատկապես եթերի մարդու համար, երբ որ դու ուղիղ եթեր ես մտնում ամեն օր։ Ես իմ մասով ասեմ, լուրերի մեկնաբան, դու պարտավոր ես տեղեկացված լինել, ոչ միայն օրվա լրահոսին, այլ աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, դու պետք է ամեն օր կարդաս, դու ամեն օր պետք է ինքնակրթվես։ Ինձ համար դա է ամենակարևոր ֆորմուլան։ Հետո արդեն ձայն, տեսք, այդ բոլորը շտկելի են, բոլորը հնարավոր է, բայց երբ որ մարդը դատարկ է, իդեպ կամերան, հա, խցիկը ամենակարևոր ռենտգեն ճառագայթն է, նա ամեն բան ցույց է տալիս։ Բոլորին կարող ես խաբել, նույնիսկ ամենամտերմիկ մարդուն կամերային չես կարող խաբել, որտեղ ինքը ցույց է տալիս քո էությունը։ Նույնիսկ թե դու որքան ես գիրք կարդացել կամ չես կարդացել, կրթվել, անդադար կրթվել։ Ես դա եմ կոչանում եւ այն մարդիկ, որոնք 2-3 եթեր հետո իրենց համարում են արդեն դեմ, դա այդպես չի։ Շուտով կլրանա իմ 20 տարի մեդիայում, ես դեռ չեմ համարում, տենց ինչ որ բան։ Ես մարդ եմ, որը դեռ աշխատելու լիքը տեղ ունի։ Այո։ Կարծում եմ բոլորն էլ ինչ որ չափով անընդհատ աշխատելու տեղ ունեն կյանքում։ Անընդհատ սովորելու։ Ես միշտ ասել եմ, լավ հաղորդավար պիտի ունենա լավ տեսք։ Տեսքը բնականաբար կարևոր է։ Լավ ձայն, կարողանա լավ խոսել եւ կարողանա լավ գրել։ Միանշան գրելն է, ինձ համար դու շատ ճիշտ դիտարկում արեցիր, այո, պետք է նաև գրես։ Ցավոք հիմա չեն գրում, հիմա բոլորը հա համակարգչով հավաքում են, բայց երբ որ գրում ես, ես երբ որ դպրոցական տարիներին սովորում եմ, մեր մաթեմատիկայի ուսուցիչը միշտ ասում էր, երեխեք գրեք, որտեղ երբ որ գրում ես ձեռքով, այստեղ էլ ես գրում։ Ու սա հավերժ է։ Ես հացել գրում եմ։ Գրելու մշակույթն էլ է շատ սիրուն, որը մեր օրերում ցավոք պակասել է։ Երբ որ վիզուալիզացված են բոլորը սիրում, բայց նաև պետքա գրել, որտեղ այդ մշակույթը շատ գեղեցիկ է։ Թղթի գրի հետ շփվելը շատ սիրուն։ Ինքը իրականում մշակույթ է, որը հիմա ավելի քչացել է ցավոք։ Հաճի ես ամեն ինչ եմ գրում, եւ ստեղծագործություններ, ամեն ինչ ես գրում եմ, սիրում եմ գրել, հենց թուղթ ու գրիչն եմ սիրում։ Շատ հաճելի է հենց այդ գրելու process-ը, նույնիսկ թղթի հոտ է, երբ որ դու գրիչի ու թղթի հետ ես շփվում, փոխվում է, հա, դիեզերքում լիքը բան փոխվում է, քո ներաշխարհումն է փոխվում։ Ես այդպես եմ կարծում, ինձ համար այդ գրի ֆորմուլան շատ կարևոր է։ Ես էլ եմ շատ սիրում։ Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը արդեն գտնվում է չափավոր միջակայքում։ Այսքան այժմի համար մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին մինչև այդ ժամը։ Արա, ես էլ եմ հարցեր պատրաստել։ Իհարկե, սիրով։ Դու պատրաստ ես բացել ծրար, որտեղ քո մահվան ամսաթիվն է։ Նախ հարցը բավականին հռետորական հարց է։ Պետք է հասկանաս, որ եթե ծնվում ես քո ինչ-որ առաքելության, որից հետո բնականաբար ձգտում ես կատարելության, իսկ կատարելությունը հենց մահն է։ Մեզանում մի փոքր բարդացրել են այդ մահվան ինստիտուտը, հա, գուցե կոպիտ հնչի, բայց դա այդպես է նաև կոչվում, որտեղ ծնվում ես, որպեսզի ինչ անես, որպեսզի մահանաս։ Այսինքն ամենտեղ կա ծնունդ, այնտեղ կա մահ։ Մի քիչ շատ բարդ է հարցը, եթե պատրաստ ես, հա պատրաստ եմ, ինչու ոչ, եթե ես ծնվել եմ, ինչ որ մի օր պետք է այդ ամեն ինչը վարտվի։ Օրը եւ չեմ ուզենա, հիմա այս պահին չեմ ուզենա իմանա, բայց եթե նույնիսկ իմանայի, ես շատ այնց պատվով կկարդայի ու օքեյ, կասեի, ուրեմն իմ ժամկետը այսքան։ Այլ եթե Աստվածչյանի ընտանիքդ կարիքի մեջ է, ծայրահեղ կարիքի մեջ է Աստվածչյանի, այ հանցագործությունը նորմալ է համարում։ Յուրաքանչյուր հանցագործություն ինձ համար նորմալ չի։ Ընտանիքը կարիքի մեջ չի, կա ավելի այլ բաներ, լիքը այլ ընտրանքներ կան։ Գնում ես աշխատանք ես անում, թող չհնչի ստորացուցիչ, բայց թող լինի ամենացածր կարգի աշխատանք, բայց գնա աշխատի, գնա այլ լիքը խնդիրներ կան։ Ես այդ հանցագործությանը իհարկե կողմ չեմ կարա երբևէ լինեմ, որտեղ ինքս եմ դատապարտում։ Որևէ դեպքում թող որևէ ընտանիք չունենա սոցիալական խնդիրներ կամ կարիքի մեջ լինի, բայց նույնիսկ կարիքի մեջ լինելով ալտերնատիվը միշտ այլ ընտրանքը կա, բայց ոչ հանցագործություն։ Ոչ, ես դեմ եմ դրան։ Գնալ յուրաքանչյուր գործողության, ոչ հանցագործության, որտեղ կա լիքը բան, որ կարող ես դրանով հարթես այդ հարցերը լուծես։ Կյանքը ափսոս է ինչի համար։ Կյանքը ափսոս է, որ անարժան մարդկանց վրա ժամանակ ծախսես։ Կյանքը ափսոս է, որ այո, կյանքը ափսոս է, որ անիմաստ բաների վրա ժամանակ ծախսես, հիմար բաներից նեղվես, վատ խոսքերը քեզ վիրավորեն։ Այդ այս բաների համար ափսոս է։ Կյանքը պետք է շատ սիրել, շատ գնահատել, կարևորել ու ճիշտ տեղում, ճիշտ պահին լինել, ապրել այստեղ եւ հիմա։ Չափսոսալ եւ չմտածել, որ բա եթե սա չլինի, ինչ կլինի։ Պետք է ապրել այստեղ եւ հիմա։ Մենք այդպիսի ցավոք այդպիսի օրեր ենք ապրում։
տեսլականը լավ բան է, վաղվա օրը, բայց աշխարհակարգը իրականում չեմ ուզում քաղաքականացնել, բայց մենք ապրում ենք քաոսի մեջ, որ ամեն ժամը չգիտես ինչ կլինի։ Դրա համար պետք է ապրել այստեղ հիմա եւ գնահատել, կարեւորել այն ինչ ունես։ Բայց անցյալում չկա կյանքի ափսոսանք, ինչ որ մի բանից Անցյալը ամեն դեպքում քնարիք, անցյալում կան լիքը սխալներ, որոնք կցանկանաս գնալ շտկել, բայց մինչև դու գնաս շտկես, արդեն այդ ներկանել ես կորցնում, ապագայի հանդեպ ամեն ինչն է կորում։ Անցյալը արդեն վաղուց չկա։ Անցյալում պետք է լինեն լավ հուշեր, այդ լավ հուշերը բերես քո ներկա, այդ հուշերը թարմացնելով գնաս։ Լավ բաներ են արել, չարախոսել են, անշնորհքություն են արել, բանսարկել են եւ այլն եւ այլն։ Թողնում ես դա անցյալում, դա արդեն չկա, դա ավարտված վիճակ է։ Անցյալը ես ինձ համար այդ բանաձևի ֆորմուլան եմ, հա, բանաձևել։ Այդ ֆորմուլան շատ կարևոր է, երբ որ անցյալիդ հետ հաշտես։ Անցյալում ինչ եղել, արդեն նա անցյալ է, վերջ, նա այլևս չկա։ Պետք է ապրել ներկայով, այս պահին, այստեղ եւ փորձել ապագան ավելի գեղեցիկ կառուցել։ Անցյալի սխալները, խնդիրները լուծելով։ Բայց հետ գնալ անցյալ, հիշել, սա արեցին, ամենևին դա անօգուտ աշխատանք։ Անօգուտ միանշանակ, բայց ես կամ ինչ-որ մի բան տանջում եմ, այս պետք չի տանջել, դու պետքա հաշտ լինես, դու պետքա ընդունես դա, հաշտվես դրա հետ, անցնես առաջ։ Պետք է անդադար հետ գնալ։ Երբ որ դու մի քայլ ես անում, հետո երկու քայլ հետ ես գնում, եւս 3 քայլ հետ ես գնում, այդ մի քայլը որ առաջ ես գալիս, ինքը դառնում է նույն տեղում դոփելու process։ Անցյալը վերջ, անցյալը այլևս չկա։ Կա ներկան եւ պետքա ներկայում կարողանաս արժևորել գնահատել, որ ապագան ավելի լավ է լինի։ Ես այդպես եմ կարծում եւ այդպես եմ վարում։ Ճակատագրին հավատում ես։ Այո։ Ես նույնիսկ հավատում եմ, որ ճակատագրով ապամանարված այսօրվա մեր հարցազրույցը ոչ մի բան հենց այնպես չի լինում եւ ինչ էլ որ լինում է, պատճառահետևանքային կապ ունեն։ Հաջորդին ինչա լինելու։ Այո, ճակատագրին հավատում։ Բայց նաեւ ճակատագրին միայն թողնել, որ ճակատագիրն է եւ վերջ, դա այդքան էլ այդպես չի։ Հայտնի է կերտում քո ճակատագիրը, բայց ճակատագրորեն բաներ են տեղի ունենում, որ այդպես պետք է լինի։ Այո։ Ու պետքա դա էլ ընդունես ու քաջաբար ընդունես այդ ամբողջ մարտահրավերները։ Դրանք բոլորը մարտահրավերներ են, որոնք դասեր են տալիս։ Ուղղակի չեն այդ ամբողջը։ Գալիս է ինչ-որ խնդիր, այդ խնդիրը լուծելով դու առաջ ես գնում։ Մի level բարձրանում ես, երկրորդ, երրորդ, չորրորդ, մեկ էլ հասկանում ես դու արդեն բարձրունքում ես ու բարձրունքում լինելով դու պատրաստ ես օգնել մյուսներին, որովհետև այդ մարդիկ են այդ բախումներով անցնում։ Իհարկե հավատում։ Ցավոտ իրականություն թե անցավ սուտ։ Գիտես, եւ սուտն է վատ բան, եւ ցավն է վատ բան։ Չեմ կարող ասել, երկուսն էլ լավ չի, բայց ավելի լավ է այդ կեղծ բարեպաշտություն չլինի։ Ես այդ կեղծ բարեպաշտությունների կողմնակից չեմ։ Թող ասեն, այոն էլ է պատասխան, ոչն էլ է պատասխան։ Չեն էլ է պատասխան, որ դու հասկանում ես, չէ էսա։ Այոն էլ է պատասխան, բայց մանյովրել, խաբել, ստել, բանսարկել, ես դրա կողմնակից չեմ։ Թող լինի մի քիչ ցավոտ իրականություն։ Ցավոտ իրականություն, այո։ Ինչ է երջանկությունը քեզ համար, ինչպես ես դա պատկերացրել։ Ինձ համար երջանկությունը նախ երջանիկ ես լինում որոշակի վարքյաններ, պահեր։ Հավերժ չես կարող երջանիկ լինել, այլ դեպքում կլինես ուղղակի ոչ adekvat մարդ, որը մեկը հավերժ երջանիկ չի։ Բայց երջանիկ լինելու համար էլի պետք է աշխատանք։ Այսինքն, այս պահը ինձ երջանկացնում է։ Հիմա մենք միասին նստած զրուցում ենք, երջանիկ պահ է, հաճելի է։ Բայց որ համարես, որ դա միշտ այդպես է լինելու, ոչ, երջանկությունն է, երբ որ հարազատներդ ողջ են կողքդ են, երբ որ որևէ մեկը ամենամտերմիկ մարդկանցից որևէ կարիքի մեջ չի, որ ինչպես դու նշեցիր, գնաս ինչ-որ հանցագործություններով հասնես։ Երջանկությունն է, երբ որ դու անվտանգ երկրում ես ապրում, երբ որ դու արժանապատիվ կյանքով ես ապրում, սիրելի աշխատանք ունես, ել եմ ասում, հարազատներդ, մտերմիկներդ կողքդ են։ Ինձ համար դա է երջանկության ֆորմուլան։ Ես չեմ սիրում էգոիստական, ես այս պահին երջանիկ եմ, ոչ։ Ես երջանիկ եմ, որ իմ շուրջը երջանիկ մարդիկ կան, որովհետև դա էլ է էներգետիկա։ Եթե դու մի միջավայրում ես, որտեղ մարդիկ երջանիկ չեն, որքան էլ քո մոտ ամեն ինչ լավ լինի, դու չես կարող երջանիկ լինել։ Որտեղ բացասական էներգիան շատ է, երջանկություն չի կարող լինի։ Ինձ համար երջանկացումը, երբ որ տարածքում բոլորը խաղաղ են, հարմոնիկ են ու ինչու՞ չէ նաև երջանիկ են։ Դա ինձ երջանկացնում է, հենց դա է երջանկությունը։ Իսկ ինչ է սերը։ Սերը բարդ մի հատ աշխատանք է ինձ համար։ Չի լինում այնպես, որ ասում են, ես սիրում եմ եւ վերջ, չի լինում այդպես։ Սերը նույնպես աշխատանք է, ողի պես ամեն օր, ամեն ժամյա։ Դու չես կարող ուղղակի սիրես եւ ավարտվի։ Դու ամեն օր աշխատանք պետք է տանես, որ այդ սերը պահպանվի, հզորացվի։ Սերը բարդագույն աշխատանք է ինձ համար։ Ես համաձայն եմ քեզ հետ, շատ ճիշտ է։ Երջանկության ամենակարևոր էլեմենտը, որը պետք է լինի։ Երջանկության ամենակարևոր էլեմենտը, երբ որ ինքդ քեզ հետ հաշտես։
Այդ հարմոնիան ինքդ քեզ հետ ու աշխարհը։ Օրինակ ես էլ կպատասխանեի հոգու խաղաղությունը։ Դե հենց դա է, երբ որ հարմոնիայի մեջ ես, դու ինքդ քեզ հետ հաշտես, այդ հաշտությունը նաև հոգու հաշտության մասին է խոսում։ Երբ որ ներդաշնակ ես, ինքդ խաղաղ ես, պատերազմ չունես քո հետ եւ մյուսների հետ, արդեն դա հենց այդ ձեր հարցի պատասխանն է։ Բռնկ ունես թե հանգիստ ես։ Պահեր կան, երբ որ բռնկվում եմ, պահեր կան նաև հանգիստ եմ, բայց ընդհանուր գիտես ինչ, Քնարիկ ջան, շատ հարաբերական է։ Մենք էլ եմ ասում, ապրում ենք մի դարաշրջանում, մի ժամանակահատված ա մեզ, հա, ժառանգություն հասել, որ երբեք չես կարող միշտ հանգիստ լինես, ոչ էլ կարես անդադ բռնկում լինես։ Պահեր կա էմոցիոնալ պորտկումներ են լինում, որը բնական է, նորմալ մարդիկ հենց պիտի բռնկվեն։ Եթե դու չես բռնկվում, լուռ ես, ուրեմն ինչ որ բան այն չի։ Միշտ հիշի, որտեղ աղմուկ չկա, այնտեղ առողջ միջավայր չի։ Այո, այդ շատ կարևոր եզրույթ է, չգիտեմ, ամեն մեկը ինչպես է դա հասկանում, էմոցիոնալ է թե սառը։ Չէ, եւ էմոցիոնալ եւ որոշակի առումով փորձում եմ այդ էմոցիան ավելի པարզ պատասխանեմ։ Փորձում եմ էմոցիոնալ կառավարելիությունը պահպանել։ Էմոցիոնալ, այո, հատկապես երբ որ ուղիղ եթերում ես դու աշխատում, անկախ քեզանից դու դառնում ես էմոցիոնալ, որտեղ այնտեղ 3 վայրկյան, 4 վայրկյան, 5 վայրկյան դու անդադ կոպիտ հնչում, բայց ասեմ Դամոկլյան սուրը ճոճվում։ Դու անդադ քո հետևում կանգնած մարդկանց աշխատանքն ես նաև ցույց տալիս, հա, այդ էշելոնն ես, որ քարշող ուժն ես, պետք է նաև միայն պատասխանատու չես քո համար, այլ այն մյուս մարդկանց, որոնք աշխատում են քո համար։ Էմոցիոնալությունը այդտեղ է նաև արտահայտվում, բայց փորձում եմ էմոցիոնալ կառավարելիությունը պահպանել։ Այդպես պատասխանեմ հարցին։ Նրբանկատ ես թե մակերեսային։ Նրբանկատ է։ Խանդոտ ես։ Որոշ դեպքերում այո։ Որոշ երևույթների հանդեպ այո։ Խանդել մարդկային process է։ Իհարկե հիվանդագին խանդի մասին չի խոսքը։ Եթե չկա խանդ, ճիշտ դոզավորմամբ, մարդը դառնում անտարբեր, իսկ ամենավատը անտարբերն է։ Մի տեսակ այդ չսիրել եւ ինչ է սերը, ինչ է չսերը, դա էլ նույն հարցից է, խանդի պես բան։ Եթե չես խանդում, ուրեմն անտարբեր ես։ Բայց հիվանդագին այդ անառողջ խանդի մասին չի խոսքը։ Այո, խանդը նորմալ բան է, հատկապես տղամարդու դեպքում։ Լավ, որ ինչ հարցեր ես։ Հիմա ես եմ քեզ հարցեր տալու, իհարկե ես մի քիչ ավելի տենց գլոբալ հարցեր եմ քեզ տալու, բայց ակնկալում եմ օպերատիվ պատասխան եւ նաեւ անկեղծ պատասխան։ Հայտնվել ես մի իրավիճակում, երբ քեզանից է կախված աշխարհում տեղի ունեցող զարգացումները։ Դու թիվ 1 գերտերության Միացյալ Նահանգների նախագահն ես 12 ժամով։ Ինչ կանես, առաջին գործողություն։ Հիմիկվա իրավիճակում։ Այս պահին, այո, այս աշխարհակարգի մասին է խոսքը։ Պատերազմները կդադարեցնեմ ամենաառաջին հերթին։ Բայց առաջին իհարկե Հայաստանի մասով։ Հա, միանշանակ։ Ինչ Հայաստանն է ուզում ամենաառաջին հերթին։ Շատ լավ։ Հաջորդ հարցը հանդիպում ես Աստծուն։ Ինչ կհարցնես նրան։ Այ, Աստծո հետ շատ հարցեր ունեմ։ Ես առհասարակ Աստվածահավատ եմ իմ տեսակով, բայց Աստծո հետ շատ հարցեր ունեմ։ Մեկ հարց պետք է տաս։ Ամենակարևոր գլխավոր հարցը քո կյանքի, որ հանդիպել ես Աստծուն եւ պետք է հարցնես ինչ։ Ինչու այդքան վաղ ես կորցրեցի եւ իմ ծնողներին եւ իմ ամուսնուն։ Ինչու։ Լավ, որպեսզի հաղորդման ֆորմատը ավելի շրջացնենք, ես հասկացա քո հարցը եւ կարծում եմ Աստված գուցե ավելի օբյեկտիվ է պատասխանում, որովհետեւ Աստծո գործերը անքննելի են։ Երբեք չես իմանա ինչի։ Եթե մի հարց ունեմ, դա կհարցնեմ, ինչու։ Շատ լավ, կարծես մեր հարցազրույցի այս ֆորմատը ավարտեցինք։ Աջա շնորհակալ եմ։ Կարծում եմ բավականին օրիգինալ եւ ունիկալ ստացվեց։ Ես էլ եմ կարծում, ես եմ նույնպես շնորհակալ Քնարիկ ջան, հա։ Ինչ կստացվի, ես չգիտեմ։ Բավականին լուրջ թեմաներ քննարկեցինք։ Դուք ինքներդ կհասկանաք, թե վերջում ինչ ստացվեց այս ունիկալ զրույցից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Քնարիկ, ես նույնպես։ Հեռուստադիտողներ, այսօր ես ու Արանք աշխատեցնենք ուսագոտու եւ մեջքի մկանները։ Միասին կանենք ֆանտաստիկ վարժություններ, արձան սկսեցինք, հիմա սկսենք վարժությունները։ Նախ մի փոքր տաքանանք։ Այո։ Ձեռքերը 90 աստիճան, բերում ենք եւ տանում ենք հետ։ Բերում ենք, տանում ենք հետ cross, տեսեք։ Վերև եւ խաչում ենք հետևում։ Խաչում ենք հետևում։ Այնուհետեւ զսպանակումներ ենք կատարում։ Փորձում ենք տաքացնել մեջքի եւ ուսագոտու մկանները։ Տանում ենք հետ, բերում ենք առաջ եւ հետ։ Մեջքը կլորացնելով, որովայնի մկանները հետ ծեղվելով։ Այս վարժությունը հեռուստադիտողներ կատարեք 16 հաշիվ։
Արտաշնչելով բերում եք առաջ, շնչելով բացում եք։ Այո։ Այո, եւ դեն սկսում ենք տաք հանալ։ Ձեռքերը դնում ենք ուսերին շրջանաձև պտույտներ։ Քնարիք, սա ինչի համար է։ Մի փոքր մտնվում ես։ Ուսագոտու մկաններն ենք տաքացում։ Ահա։ Հակառակից առաջ ուղակի տաքած։ Այո, տաքացնում ենք, որպեսզի սկսենք աշխատել ցանկացած ուժային աշխատանքից առաջ, դու մարզվողս ես շատ գիտես, որ պետք է տաքացնենք մկանները։ Մի փոքր էլ պարանոցը տաքացնենք, նայր, ձախ, վերև ներքև։ Շատ լավ։ Աջ, վերև ներքև առ։ Կենտրոն։ Կողքից կողքը նայր այսպես։ Ահա, եւ մենք արդեն պատրաստ ենք, մենք ծանրագնդերը։ Տեսնում ենք ծանրագնդերը, ձեռքերը 90 աստիճան, արտաշնչելով ձգում ենք վերև, մինչև վերջ ուղղում ենք առ, եւ շնչելով իջեցնում ենք 90 աստիճան։ Շատ լավ։ Գնացիք։ Տելեոստատիտողներ, այս վարժությունը կսկսեք 16 հատից, այնուհետև քիչ-քիչ կշատացնեք։ Այնուհետև զսպանակումներ, նորից 16 հատից կսկսեք, նորից 90 աստիճան ձեռքերը, այնուհետև մեջքը ուղղում ենք առ, գալիս ենք առաջ, ծնկները փորձում ենք ձիգ պահել, այո, հիմա, ձախ, ձախ 16 հաշիվ, կսկսենք այնուհետև 16 հաշիվ երկու ձեռքերով, արտաշնչելով բարձրացնում ենք ծանրագնդերը ուսերին հավասար եւ շնչելով իջեցնում ենք։ Այս բոլոր վարժությունները առ ուսագոտու մկանների համար են։ Եվ վերջում պահումներ ենք կատարում։ Մենք չենք սպասի այդքան, դուք տելեոստատիտողներ, մոտ 32-ը կհաշվեք։ Դրեցինք սա։ Այս սարքը բավականին հետաքրքիր սարք է։ Բավականին հետաքրքիր տեսնի, կարծես ղեկ լինի մեքենայի։ Այո։ Տես, այսպես սեղմում ենք։ Տելեոստատիտողներ, սա հնարավոր է ինտերնետից շատ հեշտությամբ ձեռք բերել։ Ես տանը ունեմ։ Ահա, սեղմում ենք քավանդակին, մեջքը մաքսիմալ ուղղում ենք, փորձում ենք տանն հետ եւ բերել առաջ, որովայնի մկանը սեղմելով, գալիս է առաջ, կլոր մեջքով, կլոր մեջքով, ես քո կլոր մեջքը չեմ տեսնում դες։ Գնացինք, այստեղ մեջքը ուղիղ, որովայնի մկանը սեղմվեց, գալիս է կլոր մեջքով, տեսեք տելեոստատիտողներ, որովայնի շատ լավ, ես հասկացա։ Գնացինք։ Իսկ սա ինչի համար է։ Սա եւ մեջքը, եւ որովայնը, եւ ուսագոտի։ Այսինքն 3 մկանախումբ միաժամանակ աշխատում է։ Հետ, առաջ կլոր մեջքով սեղմում ենք որովայնը, հետ, առաջ, այս վարժությունը տելեոստատիտողներ նորից կկատարենք 16-ից 32 հաշիվ մոտավորապես։ Այնուհետև սեղմում ենք, մեջքը ուղղում ենք, ծնկները ձիգ, գալիս ենք առաջ, ձգում ենք վերև եւ հետ։ Սեղմեցինք, ծնկները ձիգ, գալիս ենք առաջ, ուղղում ենք եւ հետ։ Բարձրացանք վերև, բարձրացանք վերև, նորից իջանք, ձգվեցինք վերև, իջեցրեցինք, բարձրացանք ուղիղ մեջքով, եկանք վերև եւ բարձրացանք, անգամ եւս եկանք վերև եւ բարձրացանք տելեոստատիտողներ, այս վարժությունը եւս 16-ից 32 հաշիվ կկատարեք, կարծում եմ ֆանտաստիկ վարժ։ Շատ լավ է, զգացիք չեմ զգալները, այո։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ քնարիք։